Տիկինը ասում է ինչ է կարել եւ ընդհանրապես այդ առոգանտ ոճը եկել է Հայաստանի վարչապետի առաջ կանգնել է խոսում է ես էլ ասում եմ ասեք մեկ է թողում գնում է ուր ես գնում մի րոպե սպասի ասելիքդ ասեցիր հիմա լսի պատասխանը նախ շնորհակալություն ասա որ հիմա պետական զուգարանում գլուխը չեն զղկում շնորհակալություն ասա երկրորդը ասում են ինչ են արել ասում են գիտությունների թեկնածու եմ վերջին 2017 թվականից սկսած Հայաստանում գիտության ֆինանսավորումը 3 անգամ ավելացել է Ռոբիկն ու Սերժը Հայաստանում Լևոնն էլ հետը Հայաստանում գիտական հիմնարկները սարքել էին մի հատ ավերակ մենք վերջին տարիներին Հայաստանի գիտական հիմնարկներին այնքան գիտական տեխնիկա ենք մատակարարել պետական բյուջեի միջոցով նախորդ 30 տարիներին այդպիսի գիտական սարքեր եւ սարքավորումներ երբեք եւ ոչ մի տեղ չեն եղել Երևանի պետական համալսարանում այսօր սուպերկոմպյուտեր կա պետական բյուջեի միջոցներով այսօր գիտության ոլորտի ֆինանսավորումը գիտության ոլորտում աշխատավարձերը մինչև 300%-ով ավելացել է մինչև 300%-ով Էս ենք մենք արել, առողջության ապահովագրություն ենք ներդրել, 65 տարեկան պլյուս մարդիկ, որ հիվանդանոցների դռներին տարիներով մնում են, այսօր մտնում են, վիրահատվում են, դուրս են գալիս, մի լումա չեն վճարում, իրանց պետությունն է իրանց համար վճարում։ Ինչ ենք արել, 2018 թվականին նվազագույն թոշակը Հայաստանում 16,000 դրամ էր, 16,000 դրամ, մենակ հացի հերիք չէր, ու են վաղտ ինչ էին ասում են ժամանակ, ասում են դե Ղարաբաղի համար, բանակի համար, տեսանք այդ բանակը, Ինչքան իրանց քաղաքական կողմնակիցներ կար, իրանց հորողբոր տղեկին, աղբոր տղեկին, ուսերներին պագոններ էին դրել, ու զինվորների ծնողներին հարստահարում էին 30 տարի, այդ բանակի սպաների այն հատվածը, որը իրանց հետ ուղիղ կապ է ունեցել, այդ հատվածը բանակի հետ ոչ մի կապ չի ունեցել։ Հայաստանի ժողովուրդը ուղարկել է փողը, սնունդը, կոշիկը, ամեն ինչը նրանք նստած են եղել լափամանի վրա, իսկ երբ որ կռվելու պահն էր, իրանց նման խոսողները 300-ի տակ արանքը ճղեցին եւ փախան, զինվորներին թողնելով մենակ։